Սիրելիներս, ողջույն, ինչպես եք, մենք հանգստից արդեն վերադարձել ենք, դեռ դժվար անցնել բնականոն կյանքին, բայց ունենք լիքը պատվերներ, որ այս ընթացքում ինչ մենք հանգստի ենք մեկնել, եկել են այս պատվերները, ու հիմա ուզում եմ, որ միասին unboxing անենք, բայց մի կարևոր բան, այստեղ բացի ինձ համար պատվերներից, ունեմ նվերներ նաև իմ հետևորդների համար, իհարկե երևի հասկացաք, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար նվերներ, որոնք կխաղարկվեն Instagram-ում և կփոխանցվեն իմ երկու հետևորդների, ևս երկու հետևորդ կլինի այլ բլոգերի հետևորդների ցանկից։ Այնպես որ բոլորդ ակտիվ տեղափոխվեք Instagram, որ այս գեղեցիկ միքսիթի հավաքածուները եւ ոչ միայն կարողանան լինել հենց ձերը։ Պայմանները շատ բարձ են լինելու։ Ընթացքում մրցույթի համար առանձին ռիլ կնկարենք ու ցույց կտանք, թե ինչ կստանան նվեր մեր հետևորդները։ Ասեմ ձեզ, որ շատ որակյալ պրոդուկտներ եմ ընտրել ես ձեզ համար, սիրելիներս։ Սրանք չենք բացի, սրանց համար առանձին ռիլ կնկարեմ։ Սա դնենք մի կողմ։ Այստեղ առանձնահատուկ ուշադրության է արժանի ահա այս տուփը, որը ես չեմ պատվիրել, ինձ առաքել են ԱՄՆ-ից։ Առաքել է նվեր է ուղարկել ինձ սա բլոգեր Սոնա Աբրահամյանը, ուզում եմ շնորհակալություն հայտնել, մասնակցել եմ ուղղակի իր կազմակերպած մրցույթին եւ շահել եմ այս նվերը, ինչա ներսում ես գիտեմ, հիմա կբացենք միասին կտեսնենք։ Պատվերը շատ արագ է հասել, Երևան Փոստի միջոցով է առաքվել ու շատ լավ սպասարկում էր ու շատ արագ։ Հիմա միասին բացենք, տեսնենք թե ինչ կա ներսում։ Այսինքն ես ներսում գիտեմ ինչ կա, բայց տեսքը ինչպիսին է, չգիտեմ։ Եվ այսպես իսկ ներսում նվեր է։ Sephora-ից այս գեղեցիկ պայուսակը սև գույնի մեջ շատ հարմար կրելու բոլոր լուքերի հետ։ Շատ գեղեցիկ է, անչափ շնորհակալ եմ իսկապես։ Սա իմ նվերը, նորից եմ հայտնում իմ շնորհակալությունը։ Հիմա անցնենք իմ պատվերներին։ Ունենք պատվերներ Թեմուից։ Սա ես երկրորդ անգամ եմ Թեմուից պատվեր անում, իրականում տենց այդ կայքում ինձ դուր չի գալիս են, որ ինչ-որ անընդհատ ինքը գովազդներ է բերում ու դա երբեմն նյարդայնացնող է։ Բայց այս անգամ, քանի որ Վալբերիսը սկսել է բավականին ուշ առաքումներ անել, որոշեցի փորձել ու պատվիրել Թեմուից ու պետք է որ այստեղ լինեն նաև նվերներ, որոնք 0 դրամով են ինձ ուղարկվել, հիմա տեսնենք արդյոք այդպես է թե ոչ, բացում ենք առաջինը, ընդհանուր 4 հատ պետք է լիներ իմ պատվերները, բայց այդ 4 հատից յուրաքանչյուրը 1-1 հատով էր, իսկ թվում է այստեղ են դրանք։ Ու այս պատվերները ես երկրում չէի, խնդրել եմ ընկերներս են վերցրել, իրանց շնորհակալություն, որ հասցրել եք ինձ, այո, այստեղ են, սա, պետք է լինի գիշերազգեստ, այո, նվերներից մեկը սա է, սա եկել է 0 դրամով, հիմա եւս մի անգամ ես իմ հավելվածում կստուգեմ, բայց վստահ եմ, որ սրա համար ես չեմ վճարել։ Անցանք առաջ։
Սա նույնպես նվեր է եկել, էլի 0 դրամով, լույսեր են, քանի որ մեր բակում շինարարության աշխատանքներ են կատարվում, ես ընտրեցի այս լույսերը, ու հիմա կխնդրեի ամուսնուս, որպեսզի ստուգի հասկանանք աշխատում է, թե չէ, ինձ թվում է պետքա որ շատ սիրուն լինի, սա դնենք մի կողմ, անցնենք առաջ, այստեղ կարծում սա Մարիամինն է, այո, Մարիամի համար վերնաշապիկ և իր տաբատը, հուսով եմ իրեն դուր կգա և չափսը կհամապատասխանի, Սա նույնպես նվեր է 0 դրամով, իմ երազանքն է սա ունենալ գամակ բակում, ես չգիտեմ ինչպիսի որակի է սա, բայց ես միշտ ուզել եմ, որ մենք գամակ ունենենք, ճիշտ է, մեր ծառերը դեռ այդքան մեծ չեն, որպես կարողանան գամակը կախել, սա կպահենք մենք հաջորդ տարվա համար, երբ բակը ավելի բարեկարգ ու գեղեցիկ կլինի, բայց կարևորը, որ արդեն ունենք։ Որակի հետ կապված քիչ կասկածում եմ, պարանները ներսում են, եկեք շատ չքանդենք, երբ կախեմ, կախած անպայման ձեզ ցույց կտամ, այդ ամուսնուս հետ էլ կնայենք, եթե հնարավոր եղավ, հիմա երկու հատ մի փոքր մեծ նուշի ծառեր ունենք, եթե հնարավոր եղավ, այդ նուշի ծառերից կկախենք, անցնենք հաջորդ օպրակին, տեսնենք ինչ կա սրա ներսում։ Սա չենք բացի Մարիամի համար է, սա, հեռախոսի պատյան, շատ չորա, բայց իմ 17 Pro-ի պատյանը, նոր, սա նույնպես Մարիամին, քանի որ Մարիամը անընդհատ արագ մեծանում է ու ամառ է արդեն, ես որոշեցի, որ արժե նրա զգեստապահարանը թարմեցնենք, հուսով եմ դուր կգա և կգնահատի, որակը սրա շատ լավն է, այն մյուսի մասին չի ասի այդ նույնը, բայց սրա որակը շատ լավն է, շորտ և լուս, սա, ինչ է սա, ես արդեն չեմ հիշում, ինչ եմ պատվիրել, լուս, հապորցիկ, չգիտեմ կենթանասերները միգուցե ինձ սրա համար կքննադատեն, բայց սա շների համար է, անվնաս է, շներին վնաս չենք հասցնում, ուղղակի քանի որ Մարիամը միայնակ է տուն գալիս դպրոցից, իսկ մեր փողոցում շատ են շները, անտուն շները, որոնք ճիշտ է հնարավորինս փողոցի բնակիչներով և այլն կերակրում ենք, սա վերցրել ենք, որպեսզի Մարիամը անվնաս ապահով տուն գա դպրոցից, որտեղ եղել է դեպք, երբ երեխայի վրա շներ են հարձակվել, ուղղակի լավ այն է, որ ինքը շատ կենդանասեր է ու չի վախենում շներից, ինչքան էլ չվախենա, կենդանի են, հնարավոր է, որ վնաս հասցնեն, վատ բան չի։ Հաջորդը էլի Մարիամին, կարծում եմ, այս հագածին ունի այլ գույնն է, այդ սենց բարբերակով, այդ սենց շալվարով, հիմա ինքը հերթով կփորձի կհասկանանք
որը ինչպես է։ Լայլա Մարիամին, սա ինձ համար է։ Սա ինձ համար է, այո։ Այսպիսի հասարակ ինչ-որ բլուզա, քառակուսի բացվածքով։ Ես այս թեմայում ինչը չեմ սիրում, որ երբեմն որակները լավը չեն լինում, այսինքն իրանք լինում են սինթետիկ, իսկ ես սիրում եմ բամբակ, միշտ ցանկացած հագուստի մեջ սիրում եմ, որ ինքը լինի բամբակ կամ գոնե բամբակը գերակշռ, իսկ սա սինթետիկ է։ Մի խոսքով արդեն պատվիրել ենք, սա իդը։ Ուրեմն, սան էր, քանի որ իմ աղջիկները հաճախում են բարի եւ ամեն օր իրենք մազերը հավաքում են կոսի տեսքով, սա սաներ է, մանր ատամներով, որպեսզի ուղղեն իրենց այ այս մազի հատվածը, ու տեսեք ինչքան լավ հարթացնում է։ Ճիշտ է, ես մի հատ պրոֆեսիոնալ խանութից ուրիշ բան վերցրել էի, ինքս ինձ ավելի կոր է, կարծես գլխի տեսք ունի, հենց որ տանում ես հարթացնում է, ուղիղացնում է, բայց սա ավելի լավ տարբերակ է, որովհետև այսպես մազիկներ ունի։ Սա է աղջիկներին։ Եվ վերջինը ինձ համար, շուտով մենք առիթի ենք հրավիրված, ես իհարկե շատ հագուստներ ունեմ, բայց որոշեցի փորձեմ ու այս անգամ Թեմուից անունի պատվերը, որը ես կհագնեմ առիթներից մեկի ժամանակ, ու ոնց հասկանում եմ, ինքը բավականին գեղեցիկ է։ Այսպիսի վերև, տեսեք ինչ գեղեցիկ կոճակներ ունի, հուսով եմ ես ինձ մեծ չի լինի։ Սրա որակի մասին այլ ասել, ոչինչ ասել չեմ կարող, ինքը որպես երեկոյան զգեստ իր որակը շատ լավն է։ Եվ իր հետ, ահա, այսպիսի շրջազգեստ ունի։ Կարծում եմ գեղեցիկ կլինի։ Այսքանը մեր պատվերների մասով կշարունակենք իհարկե մեր վլոգը։ Եկել եմ Եգիպտոսից ու առաջինը ինչ եմ նայել, գնացել եմ դուրս ծաղիկներս եմ նայել, սկիսուրս բոլորին շատ լավ նայել էր, ջրել էր ու ինչ տեսնեմ, ծաղիկներս ծաղկել են, երիցուկներս ինչքան սիրուն բացվել են, այնտեղը մեր ցանած ծաղիկները, որ միասին էինք ցանել, մի հատը ծաղկել է, բայց այդ իր տեսքից ես արդեն հասկանում եմ ինչքան սիրուն են լինելու մնացածը։ Վերադառնում ենք մեր առօրյային, մեր կյանքին, իհարկե դժվար է հանգստից հետո միանգամից կենցաղի մեջ մտնելը, բայց փորձենք հնարավորինս արագ հարմարվել, վլոգը չենք ավարտում, մնացեք կապի մեջ, բաժանորդագրվեք, լայքեք, շարունակենք վլոգը, արդեն ընթացքը ցույց կտա ինչպես։ Հուսով եմ դուր եկավ ձեզ իմ անբոքսինգը։ Հայաստան գալուց հետո երկրորդ բանը, որ արել եմ, մտենա, որ կամ տեսնեմ ինչ վիճակում են իմ ծաղիկները։ Ուզում եմ տեսնենք սրան, որ այսինքն սիրուն ծաղկել է միայնակ, առաջինը ինքն է ծաղկել, բայց մնացածն էլ նորմալ են, աճում են ու շատ շուտով հուսով եմ բոլորն էլ այսինքն սիրուն կծաղկեն։ Այս տեսակն է, որ ծաղկում է, այսա։ Ու հուսով եմ մյուս տարի էլ էլի գեղեցիկ սիրուն ծաղիկներ կունենանք ու այստեղ էլ այսինքն բավականին խիտ է։ Այս տեսակը այսինքն մի հատ Այս տեսակը այսպես մի հատ կապույտ փոքրիկ ծաղիկ է տալիս, սրանք տեսնենք ինչեր են այս բոյովները, արդեն թափվում են, այստեղ էլ է, բավականին լավ աճել են, այս է ուզում բացվի, տարբեր գույներ են իմ կարծիքով, այսինքն նկարում էլ տենց էր պատկերված, սա տեսեք արդեն կոկոմ է տվել ու շուտով հաստատ կծաղկի։ Կարևորը որ աճում են։ Այստեղ ուզում եմ ցույց տամ նաև իմ վարդը, որ սրանք արդեն թորոմել են, այս երկուսը դեռ կան, շատ անուշ բույր ունի։ Չգիտեմ ինչի են այս տերևները դեղնել։ Այս մյուս վարդը դեռ չի ուզում ծաղկի,
Սա տեսեք փոքրիկ է, բայց կարևորը որ աշխատում է իր այս մյուս ճյուղը, այսինքն նորմալ է, զարգանում է։ Սրանք ճիշտն ասած սպիտակ այսպես փոքր մանր զանգակի պես ծաղիկներ են տալիս։ Հիմա անունը եթե հիշեմ կասեմ, մի քանի տեղ կարդացել եմ, որ իրանք թույն են արտադրում, վտանգավոր են, բայց ես այնքան շոտ եմ սիրում իրանց, որ հաստատ չեմ հանի։ Այս էլ է վարդ, տեսեք մի ճյուղը կանաչա, այսինքն հույս կա, որ կապրի ինքը։ Այս մեկը տեսեք դեռ ինքը փոքրիկ է, բայց բավականին առողջ տերևներ ունի ու այստեղ կոկոմը նայեք, սմա ծաղիկ տա բացվի։ Սենց ահա որ շատ եմ սիրում։ Այս մյուսը կարմիր սիրուն բացվում է, այստեղ էլի կոկոմ ունենք, այս անցած տարվա իմ երիցուկներն են, տեսեք ինչքան սիրուն են բացվել, այնտեղ լիլիաներ ունենք, ընկել են, հեսա կգամ, կկտրեմ, կտանեմ, կդնեմ ծաղկամանի մեջ, մյատ նայեք ինչ սիրունություն է, ասեք, շատ սիրուն է, այստեղ բալեր ունենք, չգիտեմ երում թե չէ մի քանի հատիկ բան է ծառի վրա, փոքրիկ ծառա, ահա, բայց հոսով եմ կմեծանա ու լավ բերք կունենանք, մեր նուշն այս տարի լավ բերք տվել, տեսեք, ինչքան նուշ ունենք, սա նուշի ծառա, երբեմն մարդիկ տեսնում են, զարմանում են մեր ծանոթ բարեկամներից, որ նուշը սենց է աճում, նույն ընկույզի նման է աճում, երբ որ ինքը արդեն հասունացած է լինում, թափվում է, հավաքում ենք, երկու ծառ ունենք իմիջայլոց նուշի, չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց ասում եմ, որ նուշը պետք է երկու հատ լինի, իրար կողք մենք ունենք, այստեղ բակում ուզում եմ ձեզ ոչ թե մի հատ վլոգ նկարեմ, վերջում ցույց տամ ինչ դարձավ, այլ ընթացքում անդադ կնկարեմ, այս շինարարական աշխատանքներն են շարունակվում մեր այս բակի հատվածի, սպասում ենք երբ է մեր վարպետը գալու ու այն հատվածում հավաքի մեր մանղալը, ինքը կամինի տեսք է ունենալու ավելի շատ, այստեղ ապակիներով փակվելու, այսինքն եւ ամռանը եւ ձմռանը կարող ենք նստել այստեղ, այս հատվածն է մեծ դուռա լինելու, էլի ապակիներով ու արդեն ներսի ինտերիերը կհասկանանք ոնց ենք ձևավորում, այնտեղ արդեն պետքարանա լինելու, այս հատվածում որոշել եմ ինձ համար անկյուն սարքեմ, փոքրիկ բազմոցով, սեղանով, ընթերցանության անկյուն կլինի ինձ համար, մի խոսքով ասեք տեսնեմ միայն մեր վարպետներն են, այսպես թե ընդհանրապես դա վարպետի հոգեբանությունն է, որ օր պայմանավորվեն, հետո փոխեն օրը, հետո նորից օրը փոխեն, մի խոսքով սպասում ենք մեր վարպետին, այս էլ մեր բակը, հաջորդ քայլով, ոչինչ գնում ենք տեսնենք մեր փողոցի թթի ծառի վրա, սև թութ կա թե չէ, իմ ամենասիրելի հատապտուղ ասեմ, միրգ ասեմ, երևի ծառի վրա է աճում միրգը, Մարիամի հետ ենք, ու ինչքան է թափել ներքևը, արի, ինչ ափսոս է, թափվել է ներքև,